Այլ բան չկա։ Ունեք համանդրական դատարանից հաշվի առնելով, որ ընդդիմադիրները տեսեք, ոչ դրական վերաբերմունք են արտահայտել կառույցի գործունեության վերաբերյալ։ Դա կա, բայց մենք չենք կարող մերժել պետական բոլոր ինստիտուտները, չենք կարող մերժել պետական ինստիտուտները, պետք է մենք հարգենք մեր պետական այն ինստիտուտը, որը կարող է, եթե կամք դրսևորի, օրինականության շրջանակներում ապահովի ձայնագողության բացակայությունը, այսինքն ապահովի այն քայլը, որ ԲԿ-ի 50,000 մարդու ձայն չգողանան։ Այսօր հույս է տալիս այն, կներեք ինչ, իսկ 58,000 մարդու համար չպայքարենք մենք, 58,000 ձեր հայրենակիցներ, պատկերացնում եք այստեղ հավաքված լինեն, պատկերացրեք այստեղ հավաքված լինեն 58,000 մարդ, այո, 58,000 մարդ, եւ իրենց ձայները ձեր ֆինանսավորող կուսակցության ղեկավարը գողացել է։ Պարոն Կարապետյան, ՔՊԱ-ականները արդեն տարածում են որոշ լուրեր, որ Սամվել Կարապետյանը քաղաքական գաստրոլյոր է եւ ինչ որ X ժամանակ հետո լքելու է ձեզ, գնալու է ուրիշ երկիր, նման պլաններ կան թե չէ։ Սամվել Կարապետյանը երկար պլաններ ունի Հայաստանում եւ Սամվել Կարապետյանը մասնակցելու է Հայաստանի մենք ամեն ինչ անելու ենք, որ փոփոխություն լինի ու վերակառուցման գնա մեր երկիրը։ Այս խաբեությունները, որ հիմա այս մարդիկ անում են, մի ինչ որ ժամանակ կարող են մարդկանց աչքերն էլի թոզ փչել, բայց ամեն հաջորդ տարին իրենց վստահության տոկոսը անկում է ապրում, անխուսափելի է փոփոխությունը։ Իհարկե, մենք մարտահրավերների առաջ հանդես եկանք, ունեցանք մարտահրավերներ, հիմնական մարտահրավերները նրանք են, որ այս մարդիկ ինչքան երկար մնան իշխանության, այդքան շատ պրոբլեմներ ունենք։ Դուք տեսաք, որ առաջի երկրի օտարերկրյա երկրի ներկայացուցիչը, որ եկել է Հայաստան ընտրություններից հետո, չի եղել Եվրոպական միության ներկայացուցիչը, չի եղել այլ Ամերիկայի Միացյալ Նահանգների, չի եղել մեր արևան երկրների ներկայացուցիչը, եղել է Ադրբեջանի նախագահի օգնականը, ով եկել է Հայաստան եւ եղել է այն քաղաքում, որտեղ ոչ աշխատանքային օր եղել է Հայաստանի վարչապետը։ Սա նշանակում է, որ ինչքան երկար այս իշխանությունը մնա կառավարի Հայաստանում, այնքան շատ են վտանգները, այն վտանգները, որի մասին մենք հարյուրավոր անգամ բարձրաձայնել ենք եւ որի մասին վերջապես 2 օր առաջ նաեւ ձեր կոլեգաներից չեմ հիշում, ում հարցին պատասխանելով ընդունեց այսօրվա քաղաքացիական պայմանագրի ղեկավարը, որ այո, Ադրբեջանում կա այդպիսի խոսույթ, նա քննադատեց այդ խոսույթը, բայց ամբողջ նախընտրական շրջանում հիշում եք ինչքան էին ասում չկա այդպիսի բան։ Ընտրությունից հետո Ընդդիմությունից է որ կա, ընդդիմադիրները դրոշներ են դրել ազգային ժողովում, սադրում են եւ դա հայելանման Արցախի դրոշները դրել են խորհրդարանում, սադրում են իրենք էլ Սամվել Կարապետյանի առաջարկից հետո հանդիպում եղել է Գագիկ Ծառուկյանի եւ Ռոբերտ Քոչարյանի հետ, թե չէ պարոն Կարապետյանի հետ այդ հանդիպումը եղել է, թե չէ, դա մեկ, երկրորդն էլ ընդհանուր ընդդիմությունը 500,000-ից ավել քվ է ստացել, ինչու իրենց չեք հորդորում դուրս գան եւ արտարությունը վերականգնեն այդ ճանապարհով, թե սպասում եք սահմանադրական դատարանի ընթացակարգերով ամեն դեպքում մենք կգնանք, ընթացակարգերով կհետևենք ընթացակարգերին, բայց նաեւ մենք պետք է մի բան հասկանանք, որ ժողովուրդը պետք է իր խոսքը ասի 1 օր եւ դա լինելու է որոշիչ օր։ Մենք չենք ուզում դա արդեն մենք կասենք այսօր կարծում եմ ինչքան շուտ է ժողովրդին հանեք փողոց ձեր բամբը նաև Նարեկ ջան ձեր աշխատանքը ձեր կրտնաջան աշխատանքը կբերի դրան ես այսօր տեսնում եմ թե Factor TV-ն ինչ մեծ մղումով է պաշտպանում գողացված ձայների ընտրակեղծիքների դեմ ինչ պայքար է տանում Factor TV-ն ձեր աշխատանքը կօգնի մեզ պետք է դուք շարունակեք ընտրակեղծիքների դեմ պայքարը 50,000 մեր հայրենակիցների ձայները գողանալու դեմ ձեր պայքարը որ այդ օրը շուտ գա մենք էլ էլի պարոն Կարապետյան երբ Սամվել Կարապետյանը ընդդիմադիր ուժերին կոնսոլիդացիայի հրավերը ուղարկում ընդդիմադիր ուժերը մի մասը ողջունեցին սակայն ասում են որ հրավեր չկա եւ սպասում են այսպես ասած ճանապարհային քարտեզի արդյոք կա ճանապարհային քարտեզ որը ներկայացնելու է եւ որով կարող է ընդդիմադիր ուժերին հրավեր այո հիմնական երկու խնդիր կա առաջինը փոշիացումներն է
ձայների փոշիացումը բերեց նրան, որ փոքրամասնության, մեր հասարակության փոքրամասնության կողմից ընտրված անգամ այսքան ընտրակեղծիքներից հետո ընտրված իշխանությունը փորձում է մնալ իշխանության։ Մենք պետք է փոշիացման դեմ ընդդիմադիր ուժերի հետ դա ենք ուզում խոսենք։ Երբ մենք զգուշացնում ենք, ասում ենք, իհարկե պետք է երկկողմանի ընդունենք նաև մեր քայլերի եւ մեր մյուս գոլեգաների քայլերի անհամապատասխանության հետ կապված հարցերը, բայց պետք է իրար հետ հասկանանք, որ քայլերն են մեզ օգնել այս իշխանությանը ավելի ուշ հրաժեշտ տալու։ Մենք վստահ ենք, որ իշխանությանը հրաժեշտ ենք տալու։ Ուշ թե շուտ, դա մեր քայլերից է կախված։ Հիմնական հարցը այն ուժերը, որ վստահ չեն, որ ազգային ժողով կանցնեն, պետք է ամենայն հարգանքով բոլորի հանդեպ հնարավոր է իրեն քաղաքականության մեջ ավելի երկար են, ավելի փորձառու են, շատ հնարավոր է, բայց չեն անցնում։ Ժողովուրդը փոփոխություն է ուզում։ Դրա համար ցանկալի է, որ հետագայում էլ չմասնակցեն, եթե իրենք ուզում են այս իշխանության փոփոխություն։